Արցախցիների պայքարը շարունակվում է, վստահեցնում են Ազատության հրապարակում վրան խփած այս մարդիկ։ Նրանք ուզում են ապրել, արարել մայր Հայաստանում, մինչև նորից կբացվի վերադարձի հույսի դուռը։ Դրա համար իրենց օդ ու ջրի պես պետք են աջակցության ծրագրերը, որոնք կառավարությունը որոշել է կրճատել։ Մենք իրականում ունենք պլան B ու կանցնենք դրան։ Արցախցիներին ինչքան ստեից հանեն, ինչքան մեր պես մարդիկ ստեից դուրս գան, այնքան Արցախի հարցը չի քննարկվելու։ Իսկ մենք դուրս չեն գալու, մենք միջև էջ կայնելու ենք, կան ուժեղ տղեկ, վստահեցնում եմ, հեսա տենալու են այդ ուժը։ Այս վրանում մինչև ուշ գիշեր զրուցում են իրենց գլխով անցած դարձածից։ Մի քանիսն էլ գիշերը ուժեղ անձրևի տակ ցրտին մրսել հիվանդացել են, բայց դա ինչ մի մեծ բան է, որ կոտրի տուն-տեղ կորցրած մարդկանց կամքը։ Մենք շատ ծանր տեղից ենք դուրս եկել ընդ։ Շատ ծանր էր մեր վիճակը ընդերից, որ մենք դուրս եկեք։ Բայց մեր հայ ազգը մեզի դուխ տվել, ոգավորել է, դրա համար է կարացել ենք մինչև հիմա ստե ապրենք։ Ինչքան Հայաստանը բնակ հայեր են մտնում մեզի բարևում, ոգևորում, մի բան հյուրասիրում, ջուր են բերում մեր համար, հաց են բերում մեր համար։ Կառավարությունից երեկ ասել են նահանջ չի լինելու, չեղարկվելու է 40+10 հազարների ծրագիրը։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն է այսպես պատասխանել իր հետ հանդիպած արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին։ Պայքարը շարունակվելու է, կանգ չկառնելու։ Արցախ բառից են նույնիսկ վախում, ես ուղղակի զարմանում եմ, ասենք, պրոստը նորից եմ ասում, տեղում պետք է մի հատ այդ տվյալ մարդկանց հարց տված, ասած ոնց է, որ ձեր կարծիքը փոխվել է Արցախի մասին, բայց այսօր Արցախցու մասին կայացրած որոշում փոփոխության չեք ուզում ենթարկեք։ Արցախցիներին ամենաշատը հունից հանել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի արձագանքն իրենց խնդրանքին։ Եթե ես ձեր փոխարեն լինեի, ինձ զուսպ կպահեի ու գուցե կերազեի փոխվարչապետի հետ հանդիպել։ Ժամակոչյանն այսպես է իր պատկերացմամբ սաստել արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամներին։ Կամաչեի, այլ ոչ թե կուրախանայի իր այդ հանդիպման ընթացքում։ Եթե ինքը իր դիրքորոշում է, դա իր այդ ընդհանրապես դաշը խոսալու ոչ մի բան չկա։ Չեն հասկանում Արցախից բռնի տեղահանվածները, ինչու պիտի իրենք, թշնամու դեմ կռված, տունուտեղն այս իշխանության պատճառով կորցրած մարդիկ երազեն փոխվարչապետի հետ հանդիպել։ Տվյալ իշխանությունը մեր Արցախ աշխարհն է հանձնել, մեր երկիրն է հանձնել Թուրքին, ու նման իշխանությունից առհասարակ սպասելի գոյություն չունի, ամենայն դեպս Արցախցու համար вообще գոյություն չունի։ Հա, լավ, ես ջահել եմ, աշխատելու եմ, ինչ որ չափով կարողանալու եմ յոլա եթամ բնակարանս պահեմ։ Կան ընտանիքներ, ովքեր ի վիճակի չեն աշխատելու։ Իրանց ընտանիքում կար 2 հատ տղա, ով ի վիճակի էր աշխատելու, երկուսը զոհվել են։ Այդ մարդիկ ստե հիմա մեծ խնդրի առաջ են կայնացել։ Տան վարձն է, դա է մեծ բան ունի։ Բայց դեմը Արցախը, իմ տոնս, իմ տեղս բա։ Ինքը Արցախալա թորքին իրան մենք էստեղ ապրին բա։ Որտեղ ապրի, Կամոպապը չգիտի, բայց իր իրավունքների համար պայքարելու է մինչև վերջ։ Իմ թորների, իմ երեխաներիս, իմ ապագա սերունդների հետ ինքան ստա, ոչ թե մինակ ինձ հետի է դա, ինձ հետի չի մինակ դա, որ հայը յուրան հողում ապրի։ Արցախից բռնի տեղահանվածներին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը անգամ համեմատել է Հայաստանում ապրող անապահով ընտանիքների հետ։ Կառավարությունը ինչ է, կիսվի մեջտեղից որ մեկին օգնի։ Տպավորություն չունի, թե մենք այս երկրից փող ենք ուզում, ապաստարանք, կրիշ ապրենք առժամանակ, միջև կհասկանանք ինչա կատարում, այսինքն չի կարողանալու մնալ, այսինքն չի կարող ասենք այդքան տարվա պատմություն ունեցող Արցախը երկու օրում դնեն, որոշեն, որ չկա Արցախ։ Даже պատկերացրած չկա վեր մին պատդեսկիկյա լոքս ամճապոզ միշկանի։ Այնքան ընկերներ թողալն զոհվալն են վխտին։ Մենք երիտասարդությունը մի պակարին է դիալավղումը։ Բախետա հետ մտածում չէ։ Պաշտոնյաների արտաշնչած վիրավորանքներից արցախցիները չեն նեղանում միայն մի պատճառով։ Իսկական հայերը միշտ էլ իրենց թև ու թիկունք են եղել։ Ասում են իշխանությունը հայկական չէ, բայց պաշտոնյաները պետք է հիշեն, որ հավերժ չեն իրենց տակ դրված փափուկ աթոռները։ Հայ ժողովրդի, հասարակ ժողովրդի, ոչ կուսակցականների, շեշտում եմ, ոչ մի կուսակցության մասին չխոսքը, հայ հասարակ ժողովրդի շնորհքն է, որ մենք չենք մնացել դուրս, այսինքն վրաների տակ չենք մնացել, դա հայերն է մեզի ընդունել։ Սյունիքից սկսած մինչև վերջի մարզը հայերն է մեզի դիմավորել։ Լանա Համբարձումյան, Միլենա Պողոսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուրի համար։